Հիմա, պարոն մարզպետ, եկեք էս մի հատ էլ փորձենք դնանք Տաշիրում ինչ աշխատանքներ են կատարել, խնդրեմ։ Հələ մի հատ էս հա էլի ունենք, բաս, էս պահի։ Էս սուբվենցիայով, Վարչապետ, սուբվենցիոն ծրագիր է, մայթերից ցալարկված, նաև փողոցը հիմնանորոգված, գծանշված, ստոր գետնյա ենթակառուցվածքները փոխարինված։ Երկու ուղղություն ունենք, մեկը կառավարության ուղիղ ֆինանսավորման ծրագրերն են եւ սուբվենցիոն ծրագրերը։ Ես կուզեմ ընդգծեմ խոշորները։ Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, ավարտական փուլում է 1 միլիարդ 600 միլիոն դրամ կառավարությունը Տաշիրում դնում, այո։ Նախորդ շենքը բավականին անմխիթար վիճակում է գտնվում։ Տաշիր խոշորացված համայնքում 5 նոր կրթահամալիր են կառուցում եւ դրանցից մեկը հենց Տաշիր քաղաքում Մեդովկայի դպրոցում ավարտվել է եւ եւս 4-ը ունենք հիմա ընթացիկ։ Սուբվենցիոն ծրագրեր ունենք բազմաթիվ, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում ունենք, լուսավորության համակարգի անցկացում ունենք, մենակ Տաշիր քաղաքում 4 կիլոմետր 400 մետր լուսավորության համակարգ ենք անցկացրել։ Տաշիր Մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արվածա 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի։ Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արվածա 4-ը սպասում են եղանակները թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Մենք Տաշիրում նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիր ենք իրականացրել Անի թաղամասում, որտեղ շքամուտքերի վերանորոգում ենք արել, տանիքների փոխարինում եւ այդ շենքում էլ շրջայցանելու առիթ ունեցել են, բնակիչները ընդգծում են, որ էներգիայի ծախսը մոտ կիսով չափ նվազել է, հետեւաբար նաեւ կոմունալ վճարներն են նվազել եւ բավականին գոհունակություն են հայտնում։ Այո, ծրագրից բոլոր տեղերը գոհ են։ Այո, եւ իհարկե սուբվենցիոն ծրագրերում պետք է արձանագրել, որ մենք բոլոր տեղերը բնականաբար համայնքի հետ համագործակցում ենք, համայնքը ներկայացնում է ծրագիրը կառավարությանը, կառավարությունը այն ծրագրերը, որոնք հաստատման ենթակա են, հաստատում է եւ ֆինանսավորման չափաբաժիններ կան, կա կառավարությունը 50% է ֆինանսավորում, ծրագիր կա 60, ծրագիր կա 70, ծրագիր կա ընդհանրապես ուղիղ կառավարության ֆինանսավորման բացվում եւ շատ հաճելի է տեսնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Տաշիրում այս հենց մայթեր կան, հենց փողոցներ կան եւ արդեն ասվեց նաեւ կապիտալ խոշոր ներդրումներ են արվում։ Էլի ներողություն էլի բան կա, որ ես ամփոփելով կուզեմ ընդգծել պարոն վարչապետ, որ Տաշիր խոշորացված համայնքը չի տվել որևէ սուբվենցիոն ծրագիր, որ կառավարությունը չի համաֆինանսավորել եւ դեռ ընդհակառակը ուղիղ ֆինանսավորմամբ հսկայական ֆինանսավորում է իրականացվել նորից դպրոցներ, բժշկական կենտրոններ, ճանապարհներ, այն ինչը համայնքի իր միջոցներով ուժը չի պատել, կոպիտ ասած կառավարությունը օգնության է հասել ու մեծ ծավալի աշխատում։ Ինչպես բոլոր համայնքներում, ընդ որում ես էլ եմ ասում, որովհետև ժամանակին այս թեմայով շատ մեծ քննարկումներ կային, որ մենք սուբվենցիոն ծրագրերով հավասարապես ֆինանսավորել ենք եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ չի։ Ինչու ենք այդպես արել, որովհետեւ մենք այս ծրագրերը անում ենք մարդկանց համար, բնակիչների համար եւ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար։ Իհարկե մենք շնորհակալ ենք բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր սուբվենցիոն ծրագրերով արձագանքով են, արդյունավետ ծրագրեր են ներկայացնում, արդյունավետ աշխատում են կառավարության հետ, հետո էլ արդյունավետ եւ որակով իրականացնում են։ Իրանք իհարկե մեր համագործակցությունը եւ մեր աջակցությունը միշտ ունեն եւ մենք միշտ պատրաստ ենք նորանոր ծրագրեր ֆինանսավորել, աջակցել եւ իրանց ուղղորդմամբ, այսինքն որովհետեւ համայնքը գիտի առաջնահերթությունը որն ավելի կարեւոր, տենց գնալ առաջ։